Քառօրյա պատերազմի մասնակից եւ օպերատոր Հարութ Բալյանը առաջին անգամ ուղիղ եթերում աշխատում է հենց հայոց բանակի տոնին։ Զորացրվելուց հետո ընդունվել է Pan-Armenian մեդիա դպրոց եւ սովորում է օպերատորական բաժնում։ Առաջին ուղիղ եթերը նման է առաջին կրակոցին, պատասխանատու եւ լարված։ Այսօր իմ առաջին ուղիղ եթերն էր, ասեմ, որ ուղիղ եթեր մտնելը ավելի բարդ է, պատասխանատվությունը 2 անգամ ավելի է դառնում։ Երբ որ արդեն դու զգում ես, որ ամեն մի փոքր սխալը կարա լուրջ անդրադառնա։ Գնդացրորդ Հարութը միայն հիմա է հասկանում, որ պատերազմը փոխել է իրեն։ Սկսել է վերագնահատել ամեն ինչ եւ կյանքում վերգտել ինքն իրեն։ Սենց էր ստացվել, որ ես մինչև ծառայության գնալս ամեն ինչին նայում էի շատ թռուցիկ, ամեն ինչին անցողիկ, ոնց որ ամեն ինչ ուրախ լիներ ու լավ գույների մեջ։ Հետո ծառայությունից հետո արդեն սկսեցի կյանքին գնահատել իրական աչքերով։ Իր դժվարություններով, իր լավ կողմերով ու վատ կողմերով։ Գնդացիրը փոխարինել է տեսախցիկով, փամփուշտները կադրերով եւ դրել մեզ նպատակ ստեղծել գեղարվեստական ֆիլմ պատերազմում տեսածի եւ վերապրածի մասին։ Pan-Armenian մեդիա դպրոց, Armnews լրատվականի համար։